քաղաքական գործիչների ասածները ուղղակի հարցնել դրա մասին, տեսեք նաև այսպես են ասում, որ նախկինները, այսինքն Հայաստանի երկրորդ պաշտոնատվող նախագահներն ու գործող իշխանությունը իրար օդի ջուրի պես պետք են, որովհետև այդ փոխադարձ վեճի մեջ ամրանում է Նիկոլ Փաշինյանը։ Նաև ասում են ինչու չեն հեռանում դաշտից թե գործողը թե նախկինները, որ նոր ուժեր գան եւ մարդիկ այլընտրանք ունենան։ Հեռանալու ընդհանրապես, որ հանրապետականը ոչ մի process-ի չմասնակցի, դրա մասին մտածել եք, Բան Սարգսյան, օրինակ։ Դրա մասին որ այդ ասածների մասին, թե հեռանալու մասին։ Երբ որ ես զգամ, որ ես Հայաստանի Հանրապետական կուսակցությանը դեռ եմ, ես վարկյան անգամ չեմ հապաղի, երբ որ ես տեսնեմ, բայց երբ որ ես ինքս տեսնում եմ, իմ ընկերների վերաբերմունքն եմ տեսնում, ես դա ուղղակի տմարդի արարք կհամարեի, եթե հիմա գնայի մեր տանը նստեի։ Գիտեք, ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր համարում են, թե Հայաստանի քաղաքական դաշտը մի մարդատար մեքենա է, այսինքն մենք նստել ենք այդ մեքենա, այլևս իրանց համար տեղ չկա, ասում են իջեք մենք անք նստենք։ Բայց այս դաշտը ազատ է, թող դրսևորվեն, թող համախոհներ ձեռք բերեն, թող համակիրներ ձեռք բերեն, թող իրանց խելացի խոսքերով մարդկանց գրավեն դեպի իրենց ով է խանգարում։ Եվ այդ ասողներն ովքեր են, ես մի անգամ դրանք անդրադառնամ, էլի ոտի վրա չանդրադառնամ, իրանց գնահատականները գտամ, ես եմ ձեզ շնորհակալ, բայց ես կարծում եմ, դուք պրոստը ձեր հարցերը ուղղակի, ձեր հարցերը սպառում եք, որտեղ ինչպես տեսակ, դեռևս, դատեր են ունելու, էլի կապ, եթե նեղություն չլինի գալու եք, ոչ, ես մի ուրիշ ձև կընտրեմ, բոլորդ, ոչ միայն դուք, այլ նաև ձեր ամբողջ շրջապատը հնարավորություն կունենա ինձ հարցեր տալու։ Ես կարծում եմ դա ավելի ճիշտ մոտեցում է, քան այլ ձևաչափ է։ Շատ երկար ու ծավալուն, շատ երկար չի լինի ու ծավալուն, պարոն Սարգսյան։ Դե ես տենց չեմ կարծում, նոր դատավորը հարցրեց իմ առողջության մասին, ասի ամեն ինչ ոնց որ տեղն է, էլի։ Հետո 3-4 ժամ լինի, ինչ ա եղել։ Իդեպ թույլ չեն տալիս, որ մեկնեք երկրից։ Թույլ չեն տալիս, վաղուց չեն թույլ տալիս, ցավոք սրտի։ Ես չեմ ուզում զուգահեռներ տանել։ Մավել Գրիգորյանի մասին եմ ուզում հարցնել, քանի որ բայց ես իմ կարծիքս ասեցի։ Դուք վերջերս անդրադարձել եք, բայց այնտեղ էլի վիճահարույց բաներ կարծում եք, Մավել Գրիգորյանը ինքն է խնդրել որ կողմը։ Դրանում ինչպես համոզվենք, որտեղ Դրանում ինչպես համոզվեք, որովհետև գեներալը ցավոք սրտի չկա եւ տեսան, որ հանրապետականի կողմից աջակցություն մեծամասամբ չեղավ։ Ես հայտարարություն նկատի չունեմ, որտեղ հայտարարություն եղել է, բայց օրինակ դատարանում մենք չենք տեսել շատ հանրապետականների, ովքեր կասեն, որ գեներալին անիրավի դատում են։ Դավիթ Մկրտչյանը այստեղ է գնացել է, չի գնացել, որ գրեթե ամենօրյա ռեժիմով Դավիթ Մկրտչյանը Մանվել Գրիգորյանի հետ էր եւ գիտեր նրա բոլոր Դավիթ ջան, խնդրում եմ էլի, այս ժողովրդի հարցին պատասխանեք էլի, կապված Մանվելի հետ, ասում ինչով կարող եք համոզել, որ դուք կողմ չեք եղել, որ Մանվել Գրիգորյանին ստացին։ Ասում են չեք ներե, որ ասել են հանրապետական կուսակցության